Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 27-ին տեղի է ունենալու սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանեկան արարողությունը, որի ներկա են լինելու բազմաթիվ հյուրեր։ Արդյոք այս անգամ էլ դերասանուհին գաղտնի կպահի հարսանեկան արարողության կադրերը, թե կհրապարակվեն համացանցում, ցույց կտա ժամանակը։ Նշենք, որ առաջին կադրերն արդեն համացանցում են։ Դերասանուհի Եվա Բաղդասարյանն արդեն պատրաստ է հարսանեկան արարողությանը մասնակցելու համար։ Եվա Բաղդասարյանը ներկա է Ռոզա Դավթյանի նախահարսանեկան արարողությանը, որն անցավ շքեղ և միաժամանակ ճաշակով ձևավորված սրահում նրա ընկերուհիների ու հարազատների մասնակցությամբ։ Կադրերն արդեն համացանցում են, որոնք տարածվեցին կայծակնային արագությամբ։ Մենք էլ միանում ենք բոլոր շնորհավորանքներին ու դերասանուհուն միայն սեր ու ջերմություն ենք ցանկանում, իսկ դուք չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի առաջինը դիտեք դերասանուհու հարսանեկան կադրերը և իհարկե մեկնաբանություններ բաժնում անպայման շնորհավորեք դերասանուհուն, ավելի մանրամասները կներկայացնենք մի փոքր ավելի ուշ։ Դերասանուհի Ռոզա Դավթյանն, ով սիրված է թե իր դերասանական խաղով, թե անմիջականությամբ ու կենսուրախ վերաբերմունքով, կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ Վերջին ամիսներին նրա անձնական կյանքի շուրջ խոսակցություններն ավելացել են, իսկ իր սոցիալական ցանցերում արված հարցուպատասխանի ընթացքում Ռոզան անուղղակիորեն հաստատել էր, որ արդեն սիրելիի հետ որոշել են իրենց հարսանիքի օրը։ Նա ընդգծել էր, որ այս օրը մեծ նշանակություն ունի իրենց համար, միայն գեղեցիկ զգեստով լուսանկարներ չեն լինելու, այլ մի ամբողջ պատմություն, ասել էր դերասանուհին, չբացահայտելով կոնկրետ ամսաթիվը։ Այսօր նրա նախահարսանեկան միջոցառումն է, իսկ դա նշանակում է, որ հարսանիքը կամ վաղն է, կամ մյուս օրը։ Նշենք, որ վերջին օրերին Ռոզան բավական պասիվ էր սոցիալական ցանցերում։ Դերասանուհին, ով մշտապես ակտիվ էր իր ինստագրամյան էջում, կիսվելով առօրյա մանրուքներով, ֆոտոշարքերով և նկարահանման գործընթացներից, տեսարաններով, վերջին շրջանում գրեթե լռել էր։ Սա երկրպագուները կապում են ոչ թե տխուր իրադարձությունների, այլ հենց հարսանիքի նախապատրաստական թոհուբոհի հետ, և նրանց կասկածները հաստատվեցին։ Ինչպես հայտնի է, նախամուսնական փուլը հաճախ շատ ժամանակատար և լարված է, հատկապես այնպիսի մարդու համար, ով սիրում է ամեն ինչ անել խնամքով ու մանրակրկիտ։ Նրա մերձավոր շրջապատից ևս բացահայտվում է, որ Ռոզան պատրաստվում է գեղեցիկ, բայց համեստ արարողության, որը միաժամանակ կլինի ջերմ ու հագեցած անկեղծ հույզերով, թե ովքեր են լինելու հարսանիքին և ովքեր են հրավիրված լինելու, դեռ չի բացահայտվում։ Սա թերևս ամենահուզիչ ու սպասված պահերից է Ռոզա Դավթյանի երկրպագուների համար։ Արդյոք դերասանուհին վերջապես կբացահայտի այն մարդուն, ով գողացել է նրա սիրտը։ Մինչ այժմ Ռոզան խստորեն պահպանել է սիրելիի ինքնությունը, հրապարակելով միայն թաքնված կամ մասնակի կադրեր։ Երբեմն ձեռքեր, երբեմն ստվերներ, երբեմն էլ պատահական կադրեր, որտեղ պարզապես ենթադրություն կարելի է անել, և հենց այդ խորհրդավորությունն էլ մեծացրել է հետաքրքրությունը, ստեղծելով մի յուրահատուկ ինտրիգ նրա հետևորդների շրջանում։ Հիմա, երբ ըստ տարածված տեղեկությունների հարսանիքը մոտ է, հանրության մեջ բնականաբար նորից բարձրացել է հարցը՝ արդյոք այս անգամ նա ցույց կտա իր սիրելիի դեմքը։ Մի կողմից հարսանեկան օրը շատ դժվար կլինի ամբողջությամբ գաղտնի պահել նման կարևոր դրվագը, հատկապես եթե խոսքը գնում է մարդաշատ հարսանիքի մասին։ Գործունեությամբ ու հետաքրքրությամբ լի հյուրերի թվում գրեթե անհնար է կանխել, որ որևէ մեկը չհրապարակի թեկուզ մի կարճ տեսանյութ կամ լուսանկար, որտեղ կերևա նրա սիրելին։ Մյուս կողմից, Ռոզա Դավթյանը միշտ աչքի է ընկել իր կարգապահությամբ ու մանրամասնությունների հանդեպ ուշադիր վերաբերմունքով։ Նա կարող է նախապես խնդրել հարսանիքի հյուրերին չհրապարակել որևէ բան սոցիալական ցանցերում կամ նույնիսկ կազմակերպել միջոցառումն այնպես, որ հեռուստալուսանկարիչների մուտքը սահմանափակված լինի։ Նմանատիպ միջոցներն արդեն կիրառել են այլ հանրային դեմքեր, փորձելով պաշտպանել իրենց անձնական տարածքը։ Հնարավոր է նաև, որ Ռոզան որոշի վերահսկել ամբողջ լուսաբանումը, հարսանիքից հետո հրապարակելով ընտրված ու գեղարվեստորեն մշակված կադրեր, այնպես ինչպես նա է ցանկանում ներկայացնել իր սերը։ Բայց կա նաև մեկ այլ սցենար։ Գուցե հենց հարսանեկան օրը լինի այն պահը, երբ դերասանուհին, հաղթահարելով գաղտնիության շերտերը, վերջապես ցույց տա իր սիրելիի դեմքը, որպես այն պահի խորհրդանիշ, երբ իրենց պատմության
պատմությունը հասել է մի հանգրվանի, որտեղ թաքցնելու բան այլևս չկա։ Դա անկասկած կդառնա սենսացիոն մի պահ թե նրա երկրպագուների, թե լրատվամիջոցների համար։ Մինչ այդ մնում է միայն հետևել Ռոզայի էջին, սպասելով, թե ինչ կբերի նրա կյանքի այս նոր ու գեղեցիկ շրջափուլը։ Ի վերջո, սիրո պատմությունները միշտ էլ լինում են առավել քաղցր, երբ ունեն մի փոքր գաղտնիություն։ Իսկ դուք այդ ընթացքում բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի տեսնեք, թե ինչ հետաքրքիր կադրեր ու տեսանյութեր են հրապարակում սիրված դերասանները, տեղեկանաք, թե երբ է լինելու դերասանուհու գեղեցիկ հարսանեկան արարողությունը և ինչ տեսքով է դերասանուհին մտնելու եկեղեցի։ Այս և այլ կադրեր կգտնեք միայն մեր ալիքում և առաջինը մեր ալիքում։ Գրեք մեկնաբանություններ բաժնում ձեր կարծիքները և չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին։